Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում կարող եք անցնել կրծքագեղձի, վահանագեղձի, ներքին օրգանների եւ գինեկոլոգիական, ինչպես նաեւ բջջաբանական, հյուսվածքաբանական լաբորատոր ախտորոշիչ հետազոտություններ։ Գործում է նաեւ ստոմատոլոգիական կաբինետ։ Կենտրոնում իրականացվում են մամոգրաֆիկ, միջուկամագնիսային ռեզոնանսային, համակարգչային տոմոգրաֆիկ, ռենտգենաբանական հետազոտություններ, ինչպես նաեւ վիրահատական միջամտություններ։ Դուք կարող եք ստուգել նաեւ ձեր ոսկրերի խտությունը։ Ուշադրություն, կենտրոն կարող եք դիմել աղեստամոքսային խնդիրների դեպքում, իսկ սպասելն այստեղ հաճելի եւ աննկատ է անցնում։ Հայ-ամերիկյան առողջության կենտրոն։ Առողջ ընտանիքի հենասյունը, առողջ կինն։ Հայ-բելգիական արդեն վստահելի մանկապարտեզն իր երկրորդ մասնաճյուղն է բացել։ 1.5-ից 6 տարեկան փոքրիկները այստեղ ջերմ ժամանակ են անցկացնում մինչ 18:30-ը։ Բելգիական նախադպրոցական փորձը այստեղ համադրված է հայկական կրթական ծրագրին։ Բելգիական մեթոդաբանության տաժերը փոքրիկների ամենօրյա ծրագրում են։ Հյուզիների փայտիկների միջոցով մաթեմատիկայի եւ մենթալ թվաբանության ուսուցում, ազատ մտածողության խթանում, տարբեր խմբակների առկայություն, օտար լեզուների ուսուցում։ Շենքային հարմարավետ պայմաններին եթե ավելացնենք եւս երկու առավելություն, առողջ ափսեի ներդրումը եւ երեխային տեղափոխումը պարզ է դառնում, որ ձեր բալիկը իդեալական հոգացության տակ է։ Հայ-բելգիական պարտեզ։ Նվիրեք փոքրիկին գունավոր մանկություն։ Բարև իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, դուք դիտում եք Medinform հաղորդաշարը։ Այսօր շատ հետաքրքիր է լինելու մեր հաղորդումը, քանի որ առնչվելու է պլաստիկ վիրահատությանը, դա բոլոր կանանց սիրած թեման է։ Ես սիրով զրուցելու եմ հրավիրել թիվ 2 բուժմիավորման դիմացնոտային եւ պլաստիկ վիրաբույժ Սուրեն Բավեյանին։ Բարև բժիշկ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ Medinform-ի հյուրն եք։ Նմանապես ես եմ շնորհակալ հրավերի համար։ Մտածենք, թե որ տարիքից սկսած կարելի է կատարել բժիշկ պլաստիկ վիրահատություններ, այդ դեմքի շրջանում սկսած որ տարիքից են ձեզ դիմում։ Սկսած 16 տարեկանից դիմում են քթի պլաստիկ վիրահատությունների համար աղջիկները եւ տարիքային փոփոխությունների համար։ Չկա հստակ սահմանափակում, կարելի է կատարել այս տարիքից, կարելի է կատարել այն տարիքից, երբ որ կան գրավիտացիոն փոփոխություններ երիտասարդեցնող վիրահատությունների առումով եւ գենետիկ հակում։ Օրինակ կոպերի շրջանում հաճախակի են դիմում երիտասարդ պացիենտները, ովքեր որ ունեն գենետիկ հակում մաշկի կոպերի շրջանում մաշկի եւ ճարպային ճողվածքների ավելցուկի արկայության պարագայում։ Միանշանակ տարիքային փոփոխությունների եւ գենետիկ առանձնահատկությունների դեպքում միանշանակ ճիշտ է ինդիվիդուալ մոտեցումը եւ վիրահատության գործելակարգը, տակտիկան այլ է տարիքային եւ գենետիկ փոփոխությունների դեպքում։ Եվ իհարկե, որը որ շատ հաճախ է նաեւ հանդիպում, կտրուկ քաշի նվազեցման դեպքում եւս կարելի է դիմել։ Դեմքի կախվածություն է առաջանում, այո։ Դեմքի կախվածություն ենք ունենում, ինչը պատճառ է դիմելու պլաստիկ վիրահատություն։ Բժիշկ, այ շատ կանանց իսկապես գայթակղիչ է թվում այդ վիրահատությունը, երևի թե 60-ից տարիքի, այո, կանայք հիմնականում կարող են դիմել, դե երևի թե որոշակի առանձնահատկություններից ելնելով 50-ն անց նույնպես։ Եթե կինը պահպանում է, կարծում եմ, առողջ կյանքի բոլոր կողմերը, ֆիզկուլտուրա եւ այլն, եւ ունի լավ գենետիկա, երևի թե 60-ն անց, դա իմ տեսակետն է։ Փոքրինչ համաձայն չեմ այդ տեսակետի հետ, քանի որ դիմելիության միջին ցուցանիշը հաշվի առնելով, ինձ մոտ դիմում են դեմքի երիտասարդացնող վիրահատությունների 40 եւ 40-ից բարձր տարիքի, ամենաբարձր պացիենտը եղել է 70 տարեկան, երիտասարդում կատարվել է հենց դեմքի երիտասարդեցնող վիրահատություն 35 տարեկան, որը որ կտրուկ քաշի անկման պատճառով էր դիմում։ Հասկանալի է։ Այո, եւ այ բոլոր կանանց այս վիրահատության դիմելուց առաջ կամ եթե քննարկում են կատարել թե ոչ, առաջին հարցը որ հետաքրքիր է նա է, արդյոք տարիներ անց այն կրկնելու հավանականություն կլինի, հնարավորություն, անհրաժեշտություն կլինի, պետք է կրկնել հետագայում այս վիրահատությունը թե ոչ։ Պլաստիկ վիրահատությունները երիտասարդեցնող չեն բացառում գրավիտացիան։ Գրավիտացիան միշտ կա, նա միշտ գործում է, միշտ աշխատում է եւ միշտ ծերանում է։ Կախված ծերացման արագությունից, կախված կյանքի որակից, հաջորդ վիրահատության ժամկետը կարելի է սահմանափակել, կրճատել եւ կարելի է հետաձգել, այսպես ասած։ Գրագետ պլաստիկ վիրահատությունը երիտասարդեցնող իրանից ենթադրում է որոշակի ռեզերվի պահպանում, որ պացիենտը 7-10 տարի հետո իրավունք ունենա, հնարավոր լինի կրկնել այդ վիրահատությունը։
Եվ գրագետ վիրահատության ժամանակ միանշանակ ռեզերվի պահպանումը, ռեզերվի առկայությունը պարտադիր է։ Կարծում եմ ձեր խոսքը վերաբերում է նրան, որ մարդը եթե այդ ռեզերվ ասվածը չեն պահպանում, շատ են ձգում մաշկը եւ շատ է հեռանում մարդու դեմքը իր բնական նախկին դեմքից։ Մենք մեր աչքի առջև ունենք շատ համաշխարհային մեգա աստղեր, որոնք իսկապես անճանաչելի են դառնում դեմքի պլաստիկ ձգումից հետո։ Լինում է լավ վիրահատություն եւ լինում է այնպեսին, որ անճանաչելի են դառնում, այ որտեղ է այս սահմանագիծը, որ բժիշկը կարող է շատ փոխել դեմքը։ Ու միանշանակ նախավիրահատական խորհրդատվություններից է կախված հասկանալու համար ինչքան է հնարավոր նախ փոխել եւ պահպանելով ամեն դեմքի առանձնահատկությունը։ Մենք չենք կարող բոլոր դեմքերին վերաբերվել ինչպես մեկ դեմք, եւ մենք չենք կարող վերաբերվել նույնիսկ բոլոր օրգանիզմերին ինչպես մեկ օրգանիզմ։ Միշտ կա տարբերություն ցանկացած պարագայում, նույնիսկ երկու հարազատ քույրերը անատոմիորեն տարբերում են իրենց դեմքերը, սկսած ոսկրերի տեղակայումից վերջացրած փափի փուսվածքով եւ նյարդերի տեղակայումով։ Ուստի պետք է ցանկացած պացիենտին վերաբերվել առանձնահատուկ, վերաբերվել իր պահանջները լսել առանձնահատուկ եւ փորձել իր համար գտնել ամենալավ օպտիմալ տարբերակը եւ ոսկե միջինը, որովհետեւ միշտ պացիենտները ավելի ոչ պահպանողական են ցանկանում լինել, մաքսիմալ ձգեք բժիշկ ջան, այնպես ձգեք դեմքս вообще չշարժվի, եւ բժիշկները փորձում են մաքսիմալ պահպանողական մոտենալ, այդ ոսկե միջինը պետք է գտնել։ Այ հետաքրքիր, արհեստականությունը չի վանում պացիենտներին։ Ցավոք սրտի շատերը հենց այդ արհեստականության հետևից էլ գնում են, քանի որ մեր կյանքում այսօր սոցիալական հարթակների ֆիլտրերը շատացել են եւ մարդիկ ձգտում են նմանվել իրենց դեմքին, որը որ ֆիլտրով նկարների դեպքում է լինում, որը որ անհնար է, միանշանակ ձգված հարթ դեմքով ֆիլտրով նկարվելուց, էլ ավելի հարթ է լինելու փոքր քթով, էլ ավելի փոքր է լինելու, ձգված աչքերով, էլ ավելի ձիգ է լինելու եւ հնարավոր չի լինելու հասնել այն կետին, որ այ հիմա ֆիլտրով նկարի նման է, որովհետեւ երբեք դա չի լինելու, որտեղ բնականը միշտ մնալու է բնական, արհեստականը մնալու է արհեստական։ Այո, բժիշկ, հետաքրքիր է եղել է դեպքեր, երբ պացիենտը ոչ թե ուզի ձգի մաշկը, այլ նաև փոխի դեմքի ձևը այդ ձգելու միջոցով։ Միանշանակ շատ են եղել այդպիսի դեպքեր, որ փոխի դեմքի ձևը, ցանկանա դեմքի ոսկրային հյուսվածքների փոփոխությունը կամ անհամաչափությունը, դիտարկի ինչպես մաշկային անհամաչափություն, մաշկի կախվածություն, այդ դեպքում ճիշտ խորհրդատվության պայմաններում պացիենտին ճիշտ ուղղորդում է տրվում, եթե խնդիրը ոսկրային է, օրինակ ստորին ծնոտը ավելի մեծ է, քան դեմքի մնացած ոսկրերը, արդեն պետք է կատարվի ոսկրային փոփոխություններ, իսկ երբ որ փոփոխությունները մաշկի ավելցուկի, մաշկի կախվածությունից են, այդ դեպքում արդեն այո, փաստորեն դեմքի ձևը նույնպես փոխելը հնարավոր է, անհնար բան չէ հիմա։ Մեր օրերում։ Շատ լավ։ Եվ անցնենք բլեֆարոպլաստիկային, հիմա դա դարձել է հայ ազգի քիթ վիրահատելու նման մի բան, որ 10-ից 9 ասես դիմում է, այո։ Եվ իսկապես արդյունքները գեղեցիկ են լինում, մարդը տարիքային լուրջ երիտասարդության է ենթարկվում, մինուս 10 տարի կարող ենք բոլոր այն կանանց, ովքեր կատարել են, մենք դա իհարկե վստահաբար նշել, որ իսկապես կինը երիտասարդանում է։ Կան ուղեկցող հիվանդություններ, որի դեպքում դուք չեք կարող կատարել եւ դեմքի շրջանում պլաստիկ վիրահատություններ եւ բլեֆարոպլաստիկա։ Միանշանակ փսիխոսոմատիկ հիվանդություններն են եւ ցանկացած քրոնիկ հիվանդությունները, որոնք որ գտնվում են դեկոմպենսացված կամ սրացման շրջանում։ Եթե մենք ունենք շաքարային դիաբետ, հիպերտոնիա, այդ պարագայում մենք երբ որ հասնում ենք կոմպենսացիայի, այսինքն դեղորայքի միջոցով կարգավորվում է թե ճնշումը, թե շաքարի քանակը արյան մեջ, այդ դեպքում թույլատրվում է, բայց եթե տվյալ դեպքում դեկոմպենսացված վիճակ է կամ դեղորայքը կայուն չէ, այդ դեպքում այդ պացիենտին չի կարելի վիրահատել, որովհետև
առաջինը մենք կվնասենք նրա մնացած օրգան համակարգերը եւ նաեւ կունենանք բարդություններ տեղային մեր վիրահատության շրջանում։ Հիմա որքան ակտուալ է պլաստիկ վիրահատությունների դիմելը, նույնքան էլ ակտուալ է աչքի լազերային կորեկցիային դիմելը։ Այ աչքի լազերային կորեկցիայի ենթարկված աչքերը, եթե այսպիսի վիրահատություն են տալ, կարելի է բլեֆարոպլաստիկա կատարել։ Միանշանակ կարելի է կատարել, բայց տվյալ պարագայում, երբ որ ունի նախկինում կատարված աչքի տեսողությունը շտկող վիրահատություն պացիենտը իր անամնեզում, միանշանակ խորհուրդ է տրվում, որպեսզի դիմի իր բժիշկին ակնաբույժին թույլատրություն ստանա իր բժիշկից նոր դիմի մեզ։ Այ ինչու՞մ կարող է լինել այդ թույլատրություն չտալը։ Թույլատրություն չտալը կարող է լինել վիրահատության հետ կապված ինչ-որ բարդություններ ժամանակային առումով, եթե պացիենտը նոր է վիրահատվել, պետք է որոշակի ժամանակ որոշակի թող անցնի եւ այդպես։ Այո, կարելի է միաժամանակ եւ ձգել դեմքը եւ կատարել բլեֆարոպլաստիկա։ Միանշանակ կարելի է կատարել դեմքի բոլոր վիրահատությունները մեկ վիրահատության ընթացքում։ Ես ունեցել եմ պացիենտներ, ում որ կատարել եմ քթի վիրահատություն, դեմքի ձգում, կոպերի պլաստիկա միաժամանակ, որովհետեւ վիրահատության ժամանակը, վիրահատության ընթացքի ժամանակը բավականին կարճ է մաքսիմալ թույլատրելի ժամանակից։ Ընդհանուր անզգայացման մասին է խոսքը, որովհետև որոշակի ժամանակ կա, որ դրանից հետո ընդհանուր անզգայացումը վնասում է օրգանիզմին։ Դա քանի ժամը կարելի համարել միջինում։ Միջինում 12 ժամը, բայց մենք այդ պարագայում աշխատում ենք մոտավորապես 5-ից 6 ժամվա մեջ տեղավորվել։ Եթե երկու վիրահատություն միաժամանակ է կատարվում։ 2-3 վիրահատություն ամենամաքսիմալով եմ ասում իմ կատարած վիրահատությունների դեպքում։ Իսկ եթե մարդը շատ է ուզում կերպարային փոփոխության ենթարկվել, կարելի է զուգահեռ նաև ենթադրենք շուրթերի ծավալի մեծացում կատարվի այդ անեստեզիայի տակ։ Կարելի է կատարել, ի ուրախություն ինձ ու իմ տխրություն իմ բուժառուների, ես ներարկումային պլաստիկայով չեմ զբաղվում, քանի որ ինքս չեմ սիրում եւ զբաղվում եմ կատարում եմ այն միջամտությունները, որոնք որ ես ինքս սիրում եմ կատարել։ Բայց տեսականորեն հնարավոր է։ Այո։ Բժիշկ, եւ խոսենք նաեւ վերականգնողական շրջանից, արդեն հասկացանք, որ վիրահատությունը միջինում տևում է 4-ից 6 ժամ, եթե իհարկե նաեւ ուղեկցվում է այլ վիրահատություններով, որքան բարդ է հետվիրահատական գործընթացը, որքան շուտ է մարդը ապաքինվում եւ արդյոք կապտուկները երկար ժամանակ նկատելի են լինում։ Առաջին 1-2 օրը ամենադաժանն է, ամենածանրն է, ամենաանհարմար օրերն են։ Առաջին 1-2 օրը ունենում են բուժառուները ցավը։ 3-4 օրվանից արդեն վերականգնվում է այդ նախնական կրիտիկական, այսպես ասած, վատ վիճակը անցնում է։ Ես ունեցել եմ բուժառու, ով որ վիրահատության 4-րդ օրվանից հետո վերադարձել է իր բնականոն կյանքին, ասաց բժիշկ ջան, ես պետք է տանից դուրս գամ, ես չեմ կարող ամբողջ օրը մնամ տանը, եւ այդ բուժառուն վիրահատությունից 4-րդ օրվանից հետո իր բնականոն կյանք 5-րդ օրը գնացել է աշխատանքի, իդեպ դեմքի ձգման եւ կոպերի պլաստիկայի վիրահատությունից հետո։ Վիրակապերով նկատի ունեք։ Վիրակապերով, այո։ Կապտուկների մասով կապտուկները անցնում են 10-ից 14 օրվա ընթացքում, կարերը հեռացվում են նույնպես 10-14-րդ օրերին։ Այնց հետաքրքիր է, կարերը տեղադրվում են երևի թե ականջի հետևի մասում, նկատելի չեն, այո։ Այծիկի առջևի ծալքում ենք մենք բնական այդ հատվածում եւ ականջի հետևում եւ գլխի մազածած հատվածում, այո, թե կախված օրգանիզմի առանձնահատկությունից եւ վիրահատության գրագիտությունից այդ կարերը պետք է նկատելի չլինեն։ Շատ լավ, բժիշկ, եւ քանի որ մարդու կնոջ տարիքն էլ տղամարդուն էլ իհարկե առաջինը մատնում է հենց վիզը, ուստի կարծում եմ դեմքի ձգում կատարելի պետք է նաև ներառել վիզը։ Արդյոք դուք սա նույնպես համակցում եք, թե դա առանձին վիրահատություն է եւ պետք է պացիենտի ցանկությամբ լինի։ Այսպես ասեմ, դիմողների 90%-ի դեպքում կարիք կա նաև պարանոցի ձգման եւ ավելորդ ճարպի հեռացմանը։ 90% դեպքերում դա կատարվում է դեմքի ձգման երիտասարդեցման վիրահատության ընթացքում, 10% դեպքերում պարզապես կարիք չի լինում դա անել։
Շատ լավ, եւ քանի որ բոլորը ասես երազում են մեկ անգամ գտնվել պլաստիկ վիրաբույժի կաբինետում եւ ուղղել իրենց բոլոր հարցերը ու լսել նրա խորհուրդները, հորդորները, հիմա կցանկանամ արդից օգտվելով հեռուստադիտողի փոխարեն խնդրել ձեզ ձեր խորհուրդը, ձեր հորդորը ուղղել մեր կանանց, հատկապես կանանց եմ ասում, որովհետեւ տղամարդիկ նման վիրահատությունների հազվադեպ են գնում, դե քթինը առանձնացրեցինք, այո, այսօր հիմնականում կանգ առանք դեմքի եւ կոպերի վիրահատության վրա։ Ինչ խորհուրդ եք տալիս մեր կանանց։ Խորհուրդ եմ տալիս դիմել այն վիրաբույժին, ում վիրահատվել այն վիրաբույժի մոտ, ում խորհրդատվության ընթացքում լիարժեք վստահություն է ձեռք բերել։ Եթե բուժարուն վստահում է իր բժիշկին եւ ընդունում է իր բժիշկի ասածը եւ կարծիքը, այդ նման պարագայում մենք ունենում ենք բարդությունների հնարավոր բարդությունների մինիմալ քանակ։ Եթե եկել եք պլաստիկ վիրաբույժի մոտ, սենյակից դուրս գալուց ձեր մտքով անցնում է, որ կարող է ինչ-որ բան նենց չասեց, ավելի լավ ընտրեք այլ վիրաբույժի, այլ մասնագետ։ Այսինքն վստահությունը գործի կեսն է։ Միանշանակ վստահությունը այս պարագայում գործի կեսն է եւ խնդիրներ առաջանալու դեպքում այդ խնդիրները ավելի հեշտ են լուծվում այն պացիենտների մոտ, ովքեր որ եկել են լիարժեք վստահելով։ Շնորհակալ եմ բժիշկ, շատ ինֆորմատիվ էր ձեզ այդ հարցազրույցը։ Ես էլ եմ շնորհակալ եմ ևս մեկ անգամ հրավերի համար։ Հարգելի հեռուստադիտող, շնորհակալ եմ նաև ձեզ ուշադրության համար։ Իմ զրուցակիցը թիվ 2 բուժ միավորման դիմացանոթային եւ պլաստիկ վիրաբույժ Սուրեն Բավեյանն էր։ Անհրաժեշտության դեպքում կարող եք այցելել բժշկին եւ ուղղել ձեր բոլոր հետաքրքրող հարցերը, ինչպես նաև քննարկել հետագա ձեր անելիքների շուրջ տարբեր հարցեր։ Այսքան այսօրվա համար, մենք կհանդիպենք, առողջ եղեք։ Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում կարող եք անցնել կրծքագեղձի, վահանագեղձի, ներքին օրգանների եւ գինեկոլոգիական, ինչպես նաեւ բջջաբանական, հյուսվածքաբանական լաբորատոր ախտորոշիչ հետազոտություններ։ Գործում է նաեւ ստոմատոլոգիական կաբինետ։ Կենտրոնում իրականացվում են մամոգրաֆիկ, միջուկամագնիսային ռեզոնանսային, համակարգչային տոմոգրաֆիկ, ռենտգենաբանական հետազոտություններ, ինչպես նաեւ վիրահատական միջամտություններ։ Դուք կարող եք ստուգել նաեւ ձեր ոսկրերի խտությունը։ Ուշադրություն, կենտրոն կարող եք դիմել աղեստամոքսային խնդիրների դեպքում, իսկ սպասելն այստեղ հաճելի եւ աննկատ է անցնում։ Հայ-ամերիկյան առողջության կենտրոն։ Առողջ ընտանիքի հենասյունը, առողջ կինն։ Հայ-բելգիական արդեն վստահելի մանկապարտեզն իր երկրորդ մասնաճյուղն է բացել։ 1.5-ից 6 տարեկան փոքրիկները այստեղ ջերմ ժամանակ են անցկացնում մինչ 18:30-ը։ Բելգիական նախադպրոցական փորձը այստեղ համադրված է հայկական կրթական ծրագրին։ Բելգիական մեթոդաբանության տարրերը փոքրիկների ամենօրյա ծրագրում են։ Յուզիների փայտիկների միջոցով մաթեմատիկայի եւ մենթալ թվաբանության ուսուցում, ազատ մտածողության խթանում, տարբեր խմբակների առկայություն, օտար լեզուների ուսուցում։ Շենքային հարմարավետ պայմաններին եթե ավելացնենք եւս երկու առավելություն, առողջ ափսեի ներդրումը եւ երեխային տեղափոխումը պարզ է դառնում, որ ձեր բալիկը իդեալական հոգացության տակ է։ Հայ-բելգիական պարտեզ, նվիրեք փոքրիկին գունավոր մանկություն։